Աստված իր որդուն տվեց ով հավատա, բոլոր նրա համար, ովքեր հավատան դժվար, իմ համար այդ նախասահմանությունը, այդ ընտրվածները մի քիչ ուզում եմ հասկանում, բայց չեմ կարող հասկանալ։ Ես չեմ հավատում, որ Աստված մի քանի հոգու է կամ հազարների անդրել, մի քանիսին չէ, չեմ կարող այդ լրիվ հասկանալ։ Հարցը վերաբերվում է նրան, որ չեք կարողանում հասկանալ։ Հա, ասեմ, որ ես էլ եմ ձեր օրին։ Ես ասացի, մի կողմից երկու փաստ, Սուրբ Գիրքը մեզ ցույց է տալիս, որ իրական է։ Մեկը, որ ձեր ասած, հա, Աստված բոլորին կոչ է անում, որ իրենք գան փրկության, մյուս կողմից կուլիսների ետևում երկնային իրականությունից մենք տեսնում ենք տեղեկություններ այստեղ։ Աստված իր կողմից կարծես ասի, ես ունեմ ժողովուրդ, եւ դրանք իր համար սահմանափակ ինչ-որ մի թիվ են։ Մենք չգիտենք, միլիոններ են, միլիարդներ են ովքեր։ Բայց մեր տեսանկյունից մենք չենք տեսնում դա։ Մեզ ասում է դուք գնացեք բոլորին քարոզեք, աչառություն մի դրեք, դեմքի արտահայտությամբ մի որոշեք, մեղավորության վիճակով մի որոշեք, գնացեք բոլորին քարոզեք։ Եվ մեզ պետք է հասկանալ այս երկուսը։ Եվ սրանք չլուծել, որովհետև ձեր հարցերը հասկանում եմ որտեղից է գալիս, պարզապես ձեր մտքին մի փոքր ավելացում անեմ, որ եթե ասում եք ես չեմ հավատում, ես կարող եմ հասկանալ, որ չեք հասկանում դրա համար չեք հավատում, թե հասկանում եք չեք ուզում հավատալ։ Ես հավատում եմ, որ Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն։ Շատ լավ, այդպես էլ գրված է։ Բայց դա չի հակասում նույն Տեր Աստծո մյուս ասածին, որ ունեմ ժողովուրդ։ Եվ մենք երկուսն էլ պետք է նույն հարցն դրա համար է թույլ տալիս շարունակել, ասում է ունեմ ժողովուրդ, չի ասում ունենալու եմ, ունեմ, եւ ասում է գնա քարոզի, բայց այդ ժողովուրդը համարենք մենք, ունենք նաեւ կամք արձագանքելու։ Եվ այդ այո փառքը Տիրոջն է, այդ կամքն էլ է նրանից, չեն վերագրում մեզ, մեր այոն բնավ չեմ ուզում վերագրել մեզ, որ այդ այոյի հեղինակը մենք ենք։ Այոյի հեղինակը նա է, բայց որպես Աստծո ստեղծագործություն, որտեղ մնացել մեր ազատ կամքը, որտեղ մենք ընտրված լինելով մենք չենք կարող որոշենք, որ այսօր չեմ ուզում ընտրել, վաղն եմ ընտրել։ Որովհետև Աստծո խոսքն ասում է, այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, ով որ հավատա։ Սա արդեն նորից խոսում է նրա մասին, որ մենք շարժառիթ ունենք ստեղ, թեպետ ընտրված լինելու։ Արդյոք մեր բաժինը չկա ստեղ։ Դուք էլ լավ օրինակ բերեցիք, որ լավ բերիք է խոստանում, եթե չցանեն, բայց նա տալիս է մեզ հետևողականություն, ցանելուց հետո հոգ տանել, սրսկել, մեր ծուլության արդյունքում, մեր գործունեության արդյունքում կարա թեպետ ամենակարող Աստվածը կարա հրաշներ լինի, բայց մեր մարդկային հողամշակի ֆակտորը բացառենք այստեղ, ինչպես գործենք այս նախասահմանվածության մեջ, որ ներողություն սայլ ասեն, որտեղ սա տանում մեկ այլ ծայրահեղության, որ ես կարող եմ մտածել, թե պետք հավլից այդպես չի, թե որ նախասահմանված եմ, ելքի այսքան ջանք անեմ։ Հենային մի աղբերը չի անում, հավասար օրինակ եմ ասում, քայլում է, ինչի համար պետք է սա ամեն ինչը։ Երկու հարց կար։ Մեկը կապված մարդու պատասխանատվության դերի, տեղի մասին, այսինքն փրկagorցության ողջ ծրագրի մեջ, որ կետում է մարդու պատասխանատվությունը, եւ մյուսը վերաբերվում է մարդու անհոգությանը։ Ճիշտ հասկացա։ Հերթով պատասխանենք։ Նախասահմանությունը չի վերացնում, ինչպես ասացինք, դրան հասնելու միջոցները։ Ճիշտ է։ Դա նշանակում է, որ Աստված այդ նախասահմանությանը հասնում է հավատի միջոցով։ Իսկ հավատը մարդու կողմից, Աստծուց տրված մարդու կողմից եկող արձագանք է, որ իր սահմանափակ ազատությամբ, հա կասեմ ինչու, սահմանափակ ազատությամբ պետք է արձագանքի ավետարանի, որովհետև փրկության կարգն այդպիսին է։ Պետք է լսի, պետք է հասկանա, պետք է հավատա։ Իր հավատալու դերը տեղը փրկության մեջ ոչ թե նախասահմանության հարցում է, ոչ թե վերստին ծնունդի հարցում է, այլ երբ լսում է ավետարանը, այդ կետում է իր պատասխանատվությունը գործում։ Այդ լսելու պահին ինքը պետք է արձագանքի։ Պարզապես մենք կուլիսների հետևում տեսնում ենք, որ Աստվածը եւ կամենալը եւ կատարելը առաջացնում մեր մեջ, նա այնպես է ազդում մարդու կամքին, որ դրթի նրան ինքնուրույն ինքնակամ հավատալու, բայց դա իր կամքն է, մարդու։ Այսինքն մարդը ռոբոտ չէ։ Այսինքն Աստված իրավունք ունի մեզ, այսպես ասենք, շահագրգռելու,
Սուրբ Հոգին աշխատում է, որ մեզ հասցնի այն վիճակին, որ մենք ինքնակամ ասենք այո։ Բայց այդ ինքնակամության պատճառը Աստված է։ Հիսուսն ասաց, ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե Հայրը չձգի։ Դա նշանակում է, որ եթե ես գնում եմ, ուրեմն Հայրը սկսել է ձգել։ Իսկ երբ որ ես ասում եմ այո, դա նշանակում է Աստված այնպես է ազդել իմ վրա, որ ես ինքնակամ այլևս ուզում եմ դա։ Եվ դա իմ կամքն է լինում արդեն, բայց դրա ողջ փառքը իրեն է, որտեղ ինքը եթե չազդեր, ես չէի կարող դա ասել։ Պատասխանատվության արձագանքի դերը նախասահմանության մեջ չէ, ընտրության մեջ չէ, վերստին ծնունդի մեջ չէ, դա էլ միակողմանի գործողություն է, այլ երբ ավետարանը քարոզվում է, այդ պահին գործում է մարդու դերը, պատասխանատվությունը։ Սա կապված մարդու պատասխանատվության տեղի հետ, դերի հետ։ Ես կարողացա ցույց տալ մեծ ծրագրի մեջ, որ մասում է դա գործում, հա։ Եվ մի բան էլ դրա հետ կապված ասեմ, այդ կանչի վարդապետությունը, որ ուսումնասիրեք, կա ընդհանրական կանչ, կա անհատական կանչ, կա ներքին կանչ, կա արտաքին կանչ եւ կա արդյունավետ կանչ, որովհետեւ կարող է օրինակ Լիդիան եւ մի քանիսը հավաքված են, հնչում է ընդհանրական կանչ, Լիդիան եւ մի քանիսը լսում են, բայց այդ ընդհանրական կանչի մեջ գործում է անհատական եւ ներքին կանչ, որը արդյունավորվում է Լիդիայի դարձով։ Եվ Ղուկասը գրում է պատճառը, ասում է նրա սիրտը Տերն էր բացել, որ հավատար։ Տեսնում ես, Ղուկասը մի քանի կողմից իրադրությունը ներկայացնում է։ Այսինքն, մեկին ուղարկում է Աստված, որ գա, մյուսը նստած լսում է ավետարանը, հավատում է, բայց ասում է, որ տեսեք, հավատալու պատճառը այն չէր, որ նա շատ ուշադիր էր լսում, այն էր, որ սիրտը Տերը բացել էր։ Լիդիան էր այո ասողը, այո, բայց ինչպես Տերն էր բացել։ Այսինքն, կարծեմ, սրանով երևում է մարդու պատասխանատվության իրական լինելը, բայց դրդված լինելը, հա? Դավիթ ջան, ներողություն, հետևաբար հարց է ցակում ինձ մոտ, ուրեմն Կայենը ի սկզբանե մղված էր մարդասպանության, եթե Տերն ասում էր, եթե բարին անես, միթե չի ընդունվի, իսկ եթե բարին չանես, մեղքը դրանուց մոտ դարանակալած է, նա քեզ ձգտում, բայց դու պիտի իշխես նրա վրա։ Այսինքն, եթե այս տրամաբանությամբ նայենք, նա չուներ դա իշխելու, այսինքն ի սկզբանե նրան տրված չէր, որ նա ընտրվեր անել այդպես։ Հայրն ասում է դու իշխիր նրա վրա, բայց քանի որ նա չիշխեց, հասկանանք, որ ի սկզբանե նրան մերժված էր, ինչպես հասկանամ, սա ուղղակի այս փոքր գիծը ինձ խանգարում է ամբողջովին ընկալելու։ Ես շատ ուրախ եմ, որ ձեզ մի փոքր գիծ է խանգարում։ Ինձ շատ գծել կարող Առաջին հարցը, այդտեղ փրկության մասին է խոսքը։ Չէ, բայց ինքը կորցրեց վերջապես իր կյանքը ամբողջովին, եթե ապրեր, միգուցե ընթացքում պատճառ լիներ հանդիպելու, բայց եթե չէ կորցվեց։ Մենք աստվածաբանական պնդումներ ենթադրությունների վրա չենք կարող անել։ Տեսեք, ասում եք միգուցե հնարավոր է, բայց սրբիքը նման բան չի ասում, հա։ Այսինքն ֆիզիկական կյանքի կորցնելը դա հավիտենական փրկության կորուստ չէ։ Օրինակ ասեմ, ֆիզիկական կյանքի վերաբերյալ, որ շատերը դա վերագրում են հավիտենական փրկության, երբ որ Մովսեսն ասում է անունս ջնջիր։ Դա ֆիզիկական կյանքի մասին է, ողջերի ցուցակից ինձ էլ հանիր։ Բայց մարդիկ դա վերցնում են, ասում են, տեսեք կյանքի գրքից ասում է ջնջել, բայց հայտնության մեջ 5 անգամ խոստանում է, որ դա չի լինելու։ Այսինքն այն տեքստերը, որոնք որ կարծես տպավորություն են ստեղծում, որ փրկության մասն է, պետք է հարց տանք, փրկություն ինչից։ Արդյոք դա հավիտենական փրկության մասին է, թե այլ հարցի։ Կայանը պարագայում հավիտենական փրկության մասին չէ։ Ես ուզում եմ նաև այն նախորդ հարցին մի փոքր անդրադառնալ անհոգության վերաբերյալ, հա, որ ասացիք մարդը կիմանա, որ ինքը օրինակ նախասահմանված է ու իր սրբության վերաբերյալ անհոգ կլինի, հա, կարծես։ Հովհաննես իր առաջին թղթի 3-րդ գլխի 3-րդ համարում գրում է այսպես. նա ով Քրիստոսին տեսնելու հույսը ունի, իրեն մաքրում է այնպես, ինչպես նա է մաքուր։ Դա նշանակում է, որ վերստին ծնվածի մեջ կա բնական փափակ սրբության հանդեպ։ Եթե սա վերստին ծնվածի բնութագիր է, որ իր մեջ կա բնական փափակ սրբության հանդեպ, հետևաբար նման բնութագիրը չի համապատասխանում վերստին ծնվածի բնութագրին։
Վերստին ծնվածը երբեք անհոգության մեջ չի ընկնում իր սրբության համար։ Նա կարող է շեղվել, բայց նա չի կարող հանգիստ լինել։ Մեղքն այլևս նրա համար բեռ է, ոչ թե հաճույք։ Եվ նույն Հովհաննեսը 3-րդ գլխի 3-րդ գլխի 9-րդ համարում ասում է ով վերստին ծնված է, մեղք չի գործում։ Հայերենում էլ է գործումը ներկա շարունակականով, հունարենում էլ է ներկա շարունակականով։ Դա նշանակում է, որ մեղք չի գործում ոչ թե որպես ակտ, գործողություն մեկ անգամ, այլ որպես կենսակերպ։ Ստացվում է, որ վերստին ծնվածը չծնվածից ոչ թե տարբերվում է մեղք գործել եւ չգործելով, այլ մեղքի մեջ մնալով կամ չմնալով։ Ընտրեմ։ Կարող եք մեկնել Չեմ տես, ձայնը լսում եմ, բայց չեմ տեսնում։ Այ, հա, Պողոսի նման է, ձայնը լսում։ Այն խոսքը, որ ասում է ահով եւ դողով գործեցեք ձեր փրկությունը, առաջին կարող եք դա մի փոքր մեկնել, եւ երկրորդ, երբ մենք աղոթում ենք մեր չփրկված հարազատների համար, այս ամեն ինչի մասին, որ խոսացինք, մենք աղոթենք, որպեսզի Աստված էլ իրանց ձգի, իրանց բացի, բայց եթե իրանք ընտրված չեն, նախասահմանված չէ իրանց փրկությունը, գուցե դա տեղի չունենա, ասենք ես գիտեմ, ես այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց ոնց որ շղթա լինի ու հարցից հարց է առաջանում, ես մի փոքր մտածում եմ, որ գուցե Աստված արդեն գիտի նախորոք ամեն մի ծնված եւ չծնված մարդը ոնց կարձագանքի իր խոսքին ու դրա համար արդեն նախասահմանված ենք մենք ըստ դրա, որ Աստված մեր սրտերը չծնված են, արդեն գիտի, թե ամեն մեկը ոնց է արձագանքելու, ուղղակի այս դեպքում մենք ոնց պետք է անենք։ 3 հարց կար։ Առաջին Փիլիպպեցիս 2:12-13, երկրորդ հարցը վերաբերվում էր չապաշխարած հարազատների համար աղոթելուն եւ չաղոթելուն, եւ երրորդը մոռացա։ Մի բան էլ ասացիք, ինչ ասացիք։ Հասկացա, նախասահմանությունը ինչի վրա հիմնված, հիշեցի։ Ուրեմն Փիլիպպեցիս 2:12-13-ում խոսքը նրա մասին է, որ Պողոս առաքյալը ուզում է զարգացնել Փիլիպպեցիների մեջ Աստծո մշտական ներկայության գիտակցությունը։ Եվ այս նպատակին հասնելու համար նա ասում է օրինակ ձեզ. ես ներկա էի ձեր կյանքում, դուք զգաստ էիք քայլում։ Հիմա ասում է, տեսեք, ես բացակա եմ, բայց ավելի մեծ ներկայություն կա։ Աստված ինքն է, որ ներկա է։ Դրա համար, այսինքն պատճառն այն է, որ ես բացակա եմ, բայց մշտական մեկը ներկա է, դրա համար դուք ահով ու դողով պետք է գործեք։ Հայերենում ահու դողը գրված մի տեսակ տպավորություն է արժույթից ու գայլից վախենալու ահու դողի մասն է խոսում։ Իմաստը երկյուղն է, հայերենում կարելի է ավելի գրել պատկառանք, երկյուղ, հարգանք, հա? Կարծես ասի, քանի որ Աստված ներկա է ձեր կյանքում, դուք երկյուղով, ահով ու դողով իր բառով էլ ասեմ, գործեք ձեր անձերի փրկությունը։ Եվ հայերենում մի թարգմանություն կար գրված էր գործեք ձեր փրկության համար։ Դա իմաստային վրիպակ է լուրջ, որովհետև փրկության համար չենք գործում, մենք ողջ Սուրբ գրքում ենք տեսնում, որ մենք փրկության համար չենք գործում։ Իսկ հունարենում ցույց է տալիս, որ գործեք, գործի դրեք ձեր փրկված լինելը, գործադրեք ձեր փրկությունը։ Կարծես ասի, քանի որ դուք փրկված եք, Տերը ներկա է ձեր կյանքում, հիմա իր ներկայության լույսի ներքո դե երկյուղով, պատկառանքով, զգաստությամբ գործադրեք ձեր փրկությունը։ Այսինքն խոսքը այդտեղ ոչ թե փրկության կամ փրկություն կորցնելու մասին է, այլ սրբության մեջ առաջանալու, որպեսզի հավատացյալների մեջ զարգանա Աստծո մշտական ներկայության գիտակցությունը։ Դա այդպես։ Երկրորդը կապված Աստծո նախասահմանության հետ, հա։ Ձեր ձևակերպումը ցույց է տալիս, որ դուք հավատում եք, չէ, լավ, հարց եք բարձրացնում, կարող է այդպես չեք հավատում, որ Աստծո նախասահմանությունը հիմնված է իր նախագիտության վրա։ Այսինքն նա նախապես նայեց ապագա, տեսավ թե Դավիթը, Պողոսը, Պետրոսը ինչ կընտրեն եւ ինքը դրա հիման վրա նախասահմանեց։ Այստեղ երկու կարևոր խնդիր կա։ Առաջին նախասահմանություն բառը իմաստազրկվում է, որովհետեւ նախասահմանություն նշանակում է չեղածից առաջ սահմանել մի բան։ Այսինքն չնայել արդյունքի եւ մի բան որոշել։ Երկրորդ հերթին, եւ որը առաջինից ավելի կարևոր է,
Եթե Աստծո նախասահմանությունը հիմնված լինի նախագիտության վրա, այսինքն ինքը նախապես նայի Դավիթը ինչ կընտրի նոր ինքը սահմանի, դա կնշանակի, որ ես փրկվում եմ իմ գործով, ոչ թե հավատով։ Որովհետև ինքը տեսել է ես ինչ եմ անում, ինչ եմ ընտրում ու իրեն հավատում եմ, թե ոչ դրա հիման վրա է ընտրել։ Բայց Սուրբ Գիրքն ասում է, որ ընտրությունը, ընտրության հիմքը մարդու գործերը չեն։ Եփեսացիս 1:3-4-5-ը ասում է իր կամքի հաճությամբ նա դա արեց, չազդված մարդուց։ Ես հասկանում եմ հարցի մտահոգությունը որտեղից է գալիս։ Նման մտահոգություն եւ ինձ մոտ եւ բոլոր լսողների մոտ կա, դա նորմալ է։ Եվ դրանից բխում է մյուս հարցը. արդյոք դարձի չեկած եղբոր քրոջ ազգակցականի կամ որը մեկի համար չարժե աղոթել։ Արժի եւ պետք է աղոթել։ Որովհետեւ Աստված իր նախասահմանության մասին մեզ հայտնում է մեզ որպես մխիթարություն, ոչ թե որպես անգործություն, որ մենք չքարոզենք։ Եվ մի համար ձեզ ցույց տամ, հենց Հռոմեացիսից, որ այսօր եղբորետել էինք խոսում դրա մասին, որ նախասահմանության վարդապետությունը ոչ թե վիճելու համար է, այլ մխիթարություն է հավատացյալներին։ Հռոմեացիս 8-րդ գլխում, երբ Պողոս Առաքյալը հանրահայտ այն խոսքերը կասի, որ նրանց ում նախասահմանեց կանչեց ու կանչեց արդարացրեց, դրանից առաջ խոսում է ներկա չարչարանքի մասին։ Ասում է, որ ներկա ներողություն չարչարանքները արժանի չեն գալիք փառքի հետ համեմատվելու, եւ այս չարչարանքի թեման նկարագրում է ինչպես է լինելու ազատագրումը, բնության երկրի Աստծո որդիները ինչպես են միավորվելու, սրա վերջում ասում է, որ Աստված ում որ նախասահմանել է, նրանց կանչել է, ում որ կանչել է արդարացրել, ում որ արդարացրել է փառվել։ Այսինքն չարչարանքի համատեքստում դեր է կատարում մխիթարության, որ մենք վստահ լինենք չարչարանքի մեջ, որ մեր ապագան անորոշ չէ։ Դրա համար մենք պետք է մխիթարություն որպես օգտագործենք նախասահմանությունը, ոչ թե զրկվենք անկեղծ աղոթքի հնարավորությունից։ Խնդրեմ։ Ես հարց տամ, շատ պրիմիտիվ հարց է իրականում։ Դրանք ամենախորը հարցերն են։ Բայց հա, հիմա որ sense մտածում եմ, Աստծո կամքը, որ Աստված է ընտրում, Աստված է կամենում ով փրկվի, բայց սա Աստվածաշնչում գրած է, որ Աստված արդար Աստված է, Աստված սեր է։ Այդ Աստծո հետ ես հարաբերություններն եմ ու իր լավ ճանաչում, ոնց որ չեմ կարող պատկերացնել, որ Աստված ասի ես քեզ ընտրում եմ, բայց քո հարևանին չեմ ընտրում։ Ոնց է այդ ջոկողությունը ասվածը լինում, ոնց որ չպատկերացնեմ, որ Աստված կարա մարդկանց մեջ ջոկողություն դնի, նախորոք այսքան մարդ լինեն, ինքը այսքանից կեսին առանձնացած դուք փրկվում եք, դուք չէ, որտեղ իմ կամքը չի, ես չեմ ընտրում։ Այդ պահը հարցը այսինքն վերաբերում է նա, որ Աստված անաչառ չի։ Հա? Տենց է դուրս գալիս, այս ինչ որ հիմա մենք խոսում ենք, հա, որ ինքն է ընտրում, տենց է դուրս գալիս, որովհետև չեմ, տենց է հնչում մի քիչ, որովհետև խի հարևանս չի փրկվում, ես փրկվում եմ, ես ընտրված, ինքը չէ։ Այդ կրիտերիան ո՞րն է։ Հրաշալի է։ Մերսի շատ։ Ամբողջ դարերի ընթացքում աստվածաբանների անհամաձայնությունը շատ շնորհակալ եմ։ Եղել է ոչ թե նախասահմանություն կա թե ոչ, այլ ինչ հիմքով կա։ Հիմքի կռիվ է գնացել, այսպես ասենք, հա? Այսինքն ոչ մի գրագետ ուսումնասիրող չի ասի, որ չկա նախասահմանություն, ակնհայտ կա Սուրբ Գրքում, բայց ուզում է մարդը հասկանալ ինչ հիմքով է դա ընտրում, ինչու ես ոչ թե մյուսը, հա? Այսինքն մենք գործ ունենք հենց այն փակ հատվածի հետ, որը Սուրբ Գիրքը մեզ բացատրում է ամենապարզ ձևով։ Աստված օրինակ 5 տականում ասում է Իսրայելին. Ես ձեզ սիրեցի, որովհետև ես ձեզ սիրեցի։ Հասկանում եք սա ինչ է նշանակում։ Օրինակ ես չեմ հասկանում։ Առավելագույնը, որ Աստված տալիս է, ասում է, որ իմ փառքի համար եմ ընտրել։ Հիմա ես անկեղծ որ ասեմ, իմ տրամաբանության մեջ դա չի տեղավորվում, բայց ես պետք է խոնարհվեմ, որ ընդունեմ այն, ինչ որ Աստված ասում է, որովհետև էլի բաներ կան, որ ես չեմ հասկանում։ Օրինակ ես չեմ պատկերացնում, որ դուք երրորդությունը մեկին գումարած մեկի պես լավ հասկանում եք, բայց հավատում եք դրան։ Բայց եթե հիմա ասեմ այդ ինչպես է, որ 3-ը 1 է, երևն է, որ դուք ոչ ես չեն կարողանալու այնպես բացատրել, որ մեկին գումարած մենք հավասար է 2։ Եվ Սուրբ Գրքում կան նման հարցեր, որ պարզապես պետք է, եթե իսկապես համոզվում ես, որ դա կա, բայց բաց է պատասխանի տեղը եւ Տերը թույլ չի տվել առաջ գնալ, սահմանափակվենք այդքանով։
եւ չլուծենք դրան։ Տեսեք, ես քարոզի ընթացքում էլ ասացի, որ ես ռիսկ չեմ անում մտնել այնտեղ, որտեղ որ չկա մուտք։ Եվ ավելի հեշտ կլներ, գիտեք, համախոհներ հավաքել, ասել ես գտել եմ լուծումը։ Եթե մեկին գտնեք, որ լուծումը գտել է, փախեք իրենից, որտեղ դարերի ընթացքում Սուրբ Գիրքը ուսումնասիրողներից ոչ մեկ նորմալ գրագետ ուսումնասիրող չի կարողացել այդ հարցը լուծել եւ պետք է չի։ Մենք երբ որ Տիրոջ մոտ լինենք, լավ կլինի, որ Տիրոջ արդարությունը երբեք ձեր մտքերում կասկածի տակ հանկարծ չդնեք, հա, որովհետեւ Պողոս Առաքյալը հասկանալով դա հենց ինքը մի ծայրահեղ օրինակ է բերում, որպեսզի ցույց տա, որ Աստծո ողորմությունը անկախ է մարդու արժանինքներից, կապ չունի։ Ասում է, տեսեք, ինչ ֆանտաստիկ օրինակ եմ ձեզ բերում, որ ձեր մոտ էլ հարց չառաջանա։ Ասում է, տեսեք, Հակոբ Եսավը չեն ծնվել դեռևս։ Ոչ մի բարի եւ չար գործ չեն գործել։ Հակագծերում ավելացնում է, որպեսզի Աստծո նախասահմանությունը ըստ ընտրության հաստատ մնա, փակում է փակագիծը, ասում է մեծ ինձ սիրեցի, փոքրին ատեցի։ Այսինքն Պողոս Առաքյալը սա հասկանալով գրում է եւ մտածում է, որ տրամաբանական հարց կառաջանա, մարդը կասի, «Էլ ինչու է մեղադրում, եթե ինքն է այսպես ստեղծել»։ Տրամաբանական չէ, ինքն էլ է նույն հարցը տալիս։ Ասում է, մարդու մոտ կարող է անարդարության հարցեր բարձրանալ Աստծո ինքնության վերաբերյալ, որ Աստված անարդար է, բայց պատասխանը ցնցող ու անսպասելի է։ Պողոս Առաքյալը պատասխանի մեջ ուղղում է մարդուն Աստծո իրավունքների վրա, ասում է դու ով ես, որ քո արարչին ասես, ինչու ես այսպես ստեղծել։ Դա ես ներողություն եմ խնդրում ձևակերպմանս համար, բայց Պողոս Առաքյալը ոնց որ ասի ձայնդ կտրիր։ Եվ ես կտրում եմ իմ ձայնը, այդտեղ եւ խորհուրդ կտամ բոլորս այդտեղ լռենք եւ խոնարհվենք իր իմաստության եւ արդարության։ Կասկածի տակ չդրեք, ինքը հաստատ ունի պատճառներ, թե որն է ես չգիտեմ, բայց իր սերը, իր շնորհքը, իր փառքը առաջին հորիզոնականը։ Ես այսքանով սահմանափակվում եմ։